Երկու տեսակի ամոթ կա։ Կա բարի, լավ ամոթ եւ կա չար ամոթ։ Բարի ամոթը ո՞րն է։ Ամոթ խացությունը, խոնարհությունը, հա, ամաչել մեղք գործել, ամաչել ծնողներից, մեր սխալ արածքների հետ, ամաչել Աստծուց, վախենալ Տիրոջից, չարը գործելուց, հա։ Բայց երբեք մենք սա հոգևոր երևույթ է, մեր սրտում, մեր հոգում չպիտի ամաչենք Քրիստոսին խոստովանելուց։ Եվ այդ խոստովանությունը սկսում է սրտից։ Նախ եւ առաջ դու սրտիդ հոգուտ մեջ ես հավատում Տիրոջ։ Եվ երբ քո սրտի մեջ, հոգու մեջ հաստատվում է քրիստոնեական հավատքը, խոստովանությունը դա սրտի խոստովանություն է։ Այն ժամանակ Քրիստոս քո մեջ է բնակվում։ Եվ քո խոսքվածքն է փոխվում, քո նայվածքը, քո հայացքը, քո կյանքը, քո առօրյան, դու ամբողջովին քրիստոնյա ես դառնում։ Քրիստոնյա ինչ է նշանակում։ Քրիստոսինն է նա։ Քրիստոս նրա մեջ է, Քրիստոս ինա։ Եվ երբ դու քրիստոնյա ես դառնում, դու չխոսասել քո խոսքը քրիստոնեական է։ Դու որևէ արարք չանելսել չարած տարակը արած քրիստոնեական արարք է։ Քո հետ հաշվի են նստելու իբրև քրիստոնյայի։ Եվ այն ժամանակ քո մի հասարակ պարզ խոսքն էլ մեծ ազդեցություն է ունենալու։ Չասած խոսքն էլ է ազդեցություն ունենալու։ Շատ կարևոր է, որ դու քրիստոնյա դառնաս, իրապես Քրիստոս ինա դառնաս։ Քրիստոս որ քո մեջ բնակվի, որ քեզանով գործի եւ երկրորդ խոստովանությունը բերանի խոստովանությունն է։ Երբ որ տեղը գալիս է եւ հասունանում է, եւ իրապես դու տեսնում ես, որ չես ամաչում Քրիստոսին խոստովանելուց, եւ քո խոսքը իրապես ազդեցիկ է, Պողոս Առաքյալը ասում է, մյուս անգամ որ գամ, ճարտար խոսքերով չեմ գալու, այլ Սուրբ Հոգու համոզիչ զորությամբ։ Քրիստոնյայի խոսքը ունի Սուրբ Հոգու համոզիչ զորություն։ Ճարտար խոսքը տարբերվում է։ Ճարտար լեզուն, հռետորությունը, խոսում, դատարկ ոչինչ չկա, բայց քրիստոնյայի խոսքը Սուրբ Հոգու համոզիչ զորությունն է, ինչու ունի, որտեղ Սուրբ Հոգին ապրում է նրա մեջ։ Երկրորդ խոստովանությունը դա բերանի խոստովանությունն է։ Մեր սրտի հավատքը մենք մեր բերանով ենք խոստովանում։ Եվ եթե պետք լինի երրորդ խոստովանությունը դա արյան խոստովանությունն է կամ նահատակությունը։ Եթե պետք լինի, մենք պատրաստ պետք լինենք Քրիստոսին խոստովանել եւ Քրիստոսի համար նահատակվել։ Եվ այս տեսակի ամոթը մենք ամբողջովին մեր միջից պետք է հանենք։ Պետք է ամաչենք մեղք գործելուց, բայց չպետք է ամաչենք Քրիստոսի խոստովանելուց։ Չպետք է ամաչենք խաչակնքվելուց, չպետք է ամաչենք եկեղեցի գնալուց։ Մարդիկ իրանց մեղքերից չեն ամաչում, հիմա մենք եկեղեցի գնալուց պետք է ամաչենք, խաչակնքվելուց պետք է ամաչենք, աղոթելուց պետք է ամաչենք, ոչ մի դեպքում քավլիցի։ Ամոթը իսպար հանենք մեր միջից, բացասական ամոթ, դրական ամոթը թող մնա մեր մեջ։ Ամոթ խացությունը լավ բան է, անամոթությունը վատ բան է։ Այսօր ցավոք սրտի մեր երեխաներին սովորեցնում են անամոթություն։ Աղջիկ երեխեքին սաղին տգլորացնում են, ասում են, որ դուք կոմպլեքսավորված մի եղեք։ Անամոթություն չէ, դի կոմպլեքսավորված է։ Ներկացեք, հելեք ժողովրդի մեջ մանեկեք եւ դա նորմալ է։ Չեմ հասկանում դրա որն է նորմալ։ Ուրեմն ամոթ խացությունը լավ բան է, անամոթությունը վատ բան է, բայց Քրիստոսի անվան համար ամոթ մենք չունենք կրելու։ Մենք պարզ ճակատով, քաջ սրտով Քրիստոսին պիտի դավանենք։ Մի հատ հետաքրքիր պատմություն ձեզ ներկայացնեմ։ Մի իշխան է լինում, բարեպաշտ առաքինի իշխան, ուզում է եկեղեցի կառուցել, բայց հնարավորությունները չեն հերիքում։ Սկսում է եկեղեցին կառուցել, կիսատ է մնում։ Ինչ անեմ, ասում, վերցնում է կուժը, ընկնում է գյուղերով, քաղաքներով մեկ, կաթ է հավաքում, վաճառում է այդ, ասում է եկեղեցի եմ կառուցում,
Ժողովուրդն էլ տելում ուրախանում է, կաց տալիս է։ Արագ-արագ այդ կաթը վաճառում է ու եկեղեցու ընթացքը շարունակվում։ Այդպես ուժը ուսին գնում է, մեկ էլ տեսնում է իր տղաները, շքախմբով գալիս են, իշխանի տղաները, ճոխ զարդարված, հագնված, ամաչում է։ Իրապես ամաչում է։ Ամոթ ասում է, ես իշխան, ես ուժը ձեռս, ես տղերքս տեսնեմ, իր անգերների հետ, խայտարակ կլը։ Մեկ էլ ինքն իրեն բռնացնում է այդ ամոթի վրա, ասում է, Քրիստոսի անվան համար բարի գործ անելիս դու ամաչեցիր, թուք քո երեսի։ Ուժը վերցնում է կաթով, լցնում է գլխին, ասում, այ հիմա իմացի ամոթը որն է, այ հիմա կամաչես, անպատկառ։ Ու ասում են, որ չուզեցիր Քրիստոսին համար այս աղքատությունը, հիմա դու իսկական կամաչես։ Եվ այդպես խեղկատակի կերպարանքով երևում է իր զավակներին, որ Քրիստոսի անվան համար երբեք չամաչեք։ Ամեն